Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ հանդիպել է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցի փուլը անցած բոլոր 3 թեկնածուների հետ եւ որոշում կայացրել։ Սիրելի ժողովուրդ, նախորդ օրերին երկուական առանձին հանդիպում եմ ունեցել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցի փուլը անցած բոլոր 3 թեկնածուների՝ Պետրոս Մարտիրոսյանի, Արթուր Նահապետյանի, Գևորգ Քոչարյանի հետ։ Քննարկումների արդյունքում որոշում եմ կայացրել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակելու համար կառավարությանն առաջարկել Արթուր Նահապետյանի թեկնածությունը, ով թե հանրագումարով, թե բարևարքությամբ առավելագույն միավորներն է հավաքել մրցույթային փուլում։ Նաև շնորհակալություն եմ հայտնում Պետրոս Մարտիրոսյանին եւ Գևորգ Քոչարյանին արդյունավետ եւ օգտակար քննարկումների համար, գրել է Փաշինյանը։ Երևանի քաղաքապետարանի մարտի 17-ի գործակարգավորական խորհրդակցության ժամանակ ներկայացվեց հունվար-փետրվար ամիսների եւ մարտի առաջին 10-օրյակի ժամանակահատվածում տոմսային համակարգի շահագործման արդյունքում գեներացված տվյալների հիման վրա ստեղծված հաշվետվությունը։ Ըստ այդմ վաճառված տոմսերի թիվը 17 միլիոն 743 հազար 372-ն է։ Այդ թիվը ներառում է բոլոր տեսակի տոմսերը, այդ թվում մեկ անգամյա երթերը եւ 1 տարով փաթեթները։ Հասույթը կազմվել է 2 միլիարդ 538 միլիոն 946 հազար 350 դրամ։ 17 միլիոն 743 հազար 372 տոմսերից 213 հազար 21-ը կազմել են փաթեթային տոմսերը, որոնց ցուցիչները բաշխվում են հետևյալ կերպ։ Ամենապոպուլյար տոմսը 10 ուղևորության համար տոմսն է 105,636, հաջորդիվ 30 օրյա տոմսն է 58,291, այնուհետև 80 րոպեանոցը շուրջ 30,000։ Փաթեթային տոմսերի վաճառքը 213,021-ն է եղել, որից 61,609 արտոնություններով տոմսերն են, կազմում է ընդհանուր քանակի 29%-ը։ Այդ 61,609-ից 22%-ը կազմում են անվճար տոմսերը, 7%-ը զեղչով, իսկ հիմնականը կազմում են 71%։ Արտոնություններով տոմսերից ամենապոպուլյարը կենսաթոշակառուներին տրամադրվող տոմսերն են՝ 10,948 տոմս, մյուսը հաշմանդամներինը, ուսանողներինը, զոհվածների ընտանիքներինը, բազմազավակ ծնողները եւ այլն։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց այս տվյալները մեզ հնարավորություն են տալիս վերլուծական որոշակի եզրակացություններ ունենալ եւ երթուղիների որոշակի դասավորվածություններ կազմել։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է երեքշաբթի մարտի 18-ին հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հնարավոր է ես խոսեմ նախագահ Պուտինի հետ երեքշաբթի օրը, ասել է Թրամփը լրագրողներին Սպիտակ տան մամուլի հրապարակում։ Նա ընդգծել է, որ մտադիր է Ռուսաստանի ղեկավարի հետ քննարկել տարածքների հարցը։ Կարծում եմ մենք կխոսենք տարածքների մասին, մենք կխոսենք էլեկտրակայանների մասին, քանի որ դա մեծ խնդիր է, ասել է ԱՄՆ նախագահը։ Ֆրանսիական կողմն առաջարկել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի նախկին մշտական ներկայացուցիչ Նիկոլա դե Ռևիերին Ռուսաստանում դեսպանի պաշտոնում, հայտնել են Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունից։ Դե Ռիվիերի որպես մշտական ներկայացուցչի վերջին ելույթներից մեկը տեղի է ունեցել այս տարվա փետրվարի վերջին, այնուհետև նա առաջարկել է հետաձգել Ուկրաինայի վերաբերյալ ամերիկյան բանաձևի նախագծի քվեարկությունը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների վարչակազմը նախատեսում է գաղտնազերծել եւ հրապարակել ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի սպանության մասին նյութեր մի քանի շաբաթվա ընթացքում։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Full Mission ծրագրին տված հարցազրույցում։ Ամերիկացի առաջնորդը նշել է, որ իր առաջին նախագահական ժամկետում գաղտնազերծել է որոշ նյութեր, սակայն այդ ժամանակից ի վեր նրանք եւ մենք հայտնաբերել ենք Քենեդու վերաբերյալ եւս 2000 փաստաթուղթ։ Այն կհրապարակվի, գործերը շարժվում են եւ բավականին արագ են շարժվում, ես կասեի մի քանի շաբաթից։ Այո, ես կասեի շաբաթներ, ասել է Թրամփը։ Հունվարի 23-ին Թրամփը ստորագրել է հրաման Քենեդու եւ խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարտին Լյութեր Քինգի սպանության վերաբերյալ գաղտնի նյութեր հրապարակելու մասին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հարվածները Եմենի տարածքին կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ հութիները չեն զրկվել միջազգային նավերի եւ ԱՄՆ ռազմածովային ուժերի վրա հարձակվելու հնարավորությունից։ CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Ընդ որում ըստ նրա Եմենում ամերիկյան ուժերի ցամաքային հարձակումների մասին խոսք չկա։ Չեմ կարծում, որ այս պահին դրա անհրաժեշտությունը կա, ասել է նա։ Ռուբիոն նաև կարծում է, որ հութիները երբեք չէին կարողանա հարձակվել միջազգային նավագնացության վրա առանց Իրանի աջակցության։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրամայել է երկրի զինված ուժերին սկսել վճռական եւ ուժգին ռազմական գործողություններ Եմենի հութիների դեմ, Իրանից պահանջելով դադարեցնել վերջիններիս աջակցությունը։ Վերջին տվյալներով Եմենում ԱՄՆ ավիահարվածների հետևանքով զոհվածների ու վիրավորների թիվը մոտեցել է 50-ի։ Եմենի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկվել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի եւ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի զրույցում։ Լավրովը հակամարտության բոլոր կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել բռնությունը։ Իր հերթին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ն իրավունք կամ գործ չունի Իրանի արտաքին քաղաքականությունը թելադրելու համար։ Միևնույն ժամանակ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սալամին հայտարարել է, որ Իրանը որևէ դեր չի խաղում տարածաշրջանային դիմադրության խմբերի, այդ թվում Եմենի Անսար Ալլահի քաղաքականության ուղղորդման մեջ։ Վանաձորում անհիմն չափածուցված գողության մեղադրանքով ոստիկանության վարչությունում ծեծի են ենթարկել պատերազմների մասնակից Տիգրան Ուլուբաբյանին։ Ոտքով հարվածներ հասցրել գլխին ու իմանալով, որ զոհվածի ընտանիքից է, հայհոյել զոհված հարազատներին։ Տիգրան Արցախի պաշտպանության ժամանակ զոհված հերոս Կարեն Ուլուբաբյանի եղբայրն է։ Տիգրան Արցախից տարհանվել է 2023 թվականի սեպտեմբերի 28-ին։ Հոր, մոր եւ զոհված եղբոր, հոր-եղբոր գերեզմանները մնացել են գերեվարված Արցախի Մարտունի քաղաքում։ Երեքանային գործիչ Արտուր Դանիելյանը ահազանգեց, որ Հայաստանը նոր պարտքային բեռ է վերցրել, որն ուղղակի ռումբ է դարձել պետության տակ։ 750 միլիոն դոլարն իր գինը խաղաղության պայմանագիրը զիջումների համար։ Ուղիղ այդքան պարտատոմս է թողարկել ՀՀ-ին ու հույժ գաղտնի է պահել այս ինֆորմացիան։ Գաղտնի էր դա, քանի որ նույնիսկ մեծ ջանքեր դնելով հնարավոր չէր ուղիղ կապը տեսնել մարտի 12-ին պարկուզելու ու դրա հաջորդ օրը Ադրբեջանին զիջումների մասին հայտնելու մեջ։ ՀՀ-ն ըստ էության փորձում է եւս 750 միլիոն դոլար պարտքով փող վերցնել եւ դա ընդամենը կեսն է այն գումարի, որն անհրաժեշտ է Հայաստանին 2025 թվականի բյուջեն կատարելու համար։ Ներկա պահին պարտքի սպասարկումը մեր բյուջեի երրորդ ամենախոշոր հոդվածն է։ Փոքրին զիջում է միայն սոցիալական ու անվտանգության գծով ծախսերին։ Թեպետ եթե այս տենդենսը պահպանվի, այն կարճ ժամանակ անց դառնալու է հիմնական ծախսային հոդվածը։ Մեր բյուջեի, այսինքն ամենամեծ գումարը ծախսվելու է նախկինում վերցրած պարտքը սպասարկելու վրա, մանրամասնել է Արտուր Դանիելյանը։ Այս հույժ գաղտնի տեղեկությունը քողազարծելուց հետո միայն ֆինանսների նախարարությունը ստիպված եղավ հաստատել անհերքելին, պաշտոնական կայքեջում տարածելով այս տեղեկությունը։ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը նախորդին տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության կողմից նոր եվրոպարտատոմսերի թողարկման վերաբերյալ։ Արցախցիները զգուշացնում են միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու դեպքում դատի են տալու Հայաստանի կառավարությանն ու անձամբ վարչապետ Փաշինյանին իրենց իրավունքները խախտելու համար։ Այդ մասին բարձրաձայնում է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Բնդում առաջին հայցերից մեկը կներկայացնի հենց ինքը։ Բեգլարյանն իշխանությանն առաջարկում է հաշվի առնել այս հանգամանքը, որ Ադրբեջանի դեմ անհատական հայցերին զուգահեռ հայցեր կներկայացվեն նաև Հայաստանի դեմ։ Երևանն ու Բաքուն համաձայնել են խաղաղության պայմանագրի ստորագրումից եւ վավերացումից հետո միջազգային ատյաններից միմյանց դեմ հայցերը փոխադարձաբար հետ կանչել։ Այս թեման բանակցությունների առարկա է դարձրել հենց Բաքուն։ Թե կողմերը սրա շուրջ ամիսներ շարունակ ինչ առաջարկներ էին փոխանակում, մինչև այժմ հայտնի չէ։ Բանակցվող փաստաթղթի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկները ստանալուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, թե այդ թե սահմանին երրորդ երկրների ուժեր չտեղակայելու վերաբերյալ հայկական առաջարկները չեն ընդունվել։ Փաստաթղթի համաձայնեցումը հնարավոր դարձավ միայն այն պատճառով, որ Երևանն ընդունեց Բաքվի պայմանները։ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի 4 միջպետական գանգատ կա ներկայացված Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Եվս մեկ գանգատ էլ ընդդեմ Ադրբեջանի քննվում է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում։ Այս հայցերն
Այցերն ըստ էության ներառում են այն բոլոր խնդիրները, որոնք արձանագրվել են 44-օրյա պատերազմից տարբեր փուլերում գերեվարված մարդկանց դատավարություններից եւ ապօրինի բանտարկություններից, խոշտանգումներից, Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հարձակումից մինչեւ Արցախի անկումը։ Իշխանականներն այժմ ուղիղ չեն արձագանքել Արցախի նախկին օմբուդսմենին, բայց ԿՊԱ-կան պատգամավոր Մարիա Կարապետյանն այսօր սոցիալական ցանցերի իր էջում անդրադարձել է հայցերը հետ կանչելու թեմային եւ եզրակացրել, թե մարդու իրավունքների Եվրոպական դատարանն իր բոլոր որոշումներում ընդգծել է, որ պետությունները պարտավորություն ունեն քաղաքական լուծում գտնել հակամարտությանը։ Պատգամավորը սակայն չի հստակեցրել, որն է Արցախի հարցով իշխող ուժի գտած քաղաքական լուծումը։ Ամերիկայից ձայն ռադիոկայանի ավելի քան 1300 աշխատակիցներ ուղարկվել են վարչական արձակուրդի։ Այս մասի մարտի 15-ին հայտարարել է ընկերության տնօրեն Մայքլ Աբրամովիցը։ Խորապես ցավում եմ, որ 83 տարվա մեջ առաջին անգամ լռեց Ամերիկայի լեգենդար ձայնը։ Այսօր առավոտյան իմացա, որ Ամերիկայի ձայնի գրեթե ողջ անձնակազմը ավելի քան 1300 լրագրող, պրոդյուսեր եւ օժանդակ անձնակազմ տեղափոխվել են վարչական արձակուրդի, ասել է Աբրամովիցը LinkedIn-ում կատարած գրառման մեջ։ Նա պարզաբանել է, որ ռադիոկայանի մյուս աշխատակիցների հետ իրեն նույնպես ուղարկել են արձակուրդ։ Նրա կարծիքով աշխատակիցների դադարեցման որոշումը ճիշտ չէ։ Հիշեցնենք, Սպիտակ տունը մարտի 14-ին հայտնել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը գործադիր հրաման է ստորագրել մի շարք գերատեսչությունների գործառույթներն ու աշխատանքը նվազեցնելու համար, բյուրոկրատիայի դեմ պայքարելու համար, այդ թվում գլոբալ ԶԼՄ-ների գործակալության։ Գործակալությունը համակարգում է Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցների աշխատանքը, այդ թվում Ամերիկայի ձայն եւ Ազատություն ռադիոկայանը։ Հիշեցնենք, որ Ամերիկայի ձայնը եւ Ազատություն ռադիոկայանը դադարեցրել են գործունեությունը, այս մասին տեղեկացել են Reuters-ից։ Թուրքիան առաջիկա ամիսներին կսկսի այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի 224 կիլոմետրանոց հատվածի աշխատանքները, որն անցնում է իր տարածքով։ Ինչպես հայտնում է թուրքական Անադոլու գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդուքալդիր Ուրալօղլուն, ելույթ ունենալով Ստամբուլի տեխնիկական համալսարանում։ Նա նշել է, թե Ադրբեջանը նույնպես շարունակում է աշխատանքներն այս ուղղությամբ։ Թուրքիան այս երթուղու առանցքային երկրներից մեկն է։ Պատմականորեն այս երթուղին մեծ նշանակություն է ունեցել։ Այսօր մենք ցանկանում ենք ուժեղացնել դրա ներուժը, հավելել է Օրալօղլուն։ Տնտեսագետ Հրար Կամենդադյանը գրել է. Հարգելի հայրենակիցներ, մինչև դուք զբաղված էիք իբր խաղաղության պայմանագրի թեմայով, ՔՊ իշխանությունները 750 միլիոն դոլարով ավելացրեցին ՀՀ պետական պարտքը։ Պարտքի այս խմբականակը այնպիսի գրավիչ է եղել կապիտալիստ ներդրողների համար, որ պահանջարկը կազմել է 2.6 միլիարդ ԱՄՆ դոլար։ Աշխարհի քարտեզի վրա քիչ երկրներ կան, որոնք դոլարային 7.1%-ով վարկ են վերցնում։ Որպեսզի հասկանաք, թե ինչ կարգի տարօրինակ գին է, ընդհանրապես հիշեցնեմ, որ մինչ այս գործարքը Հայաստանի արտաքին պարտքի տոկոսադրույքը եղել է ոչ ավելի 3.5%-ից։ Ինչ որ մեկը, ով սերտ կապեր ունի արտասահմանյան ֆինանսական խմբերի հետ, իշխանափոխությունից հետո պետք է բացատրի, թե ինչու է 2.6 միլիարդ պահանջարկ եղել մեր պարտատոմսերի նկատմամբ։ Ինչու է ինվեստորներին առաջարկվել 7.1%-ային մակարդակ։ Ով է շահագրգիռ, որ բյուջետային դեֆիցիտ եւ ազատ անկման մեջ գտնվող տնտեսություն ունեցող երկրի տրամադրի նման ռեսուրսներ նախընտրական տարում։ Ով է այն երջանիկ աստղի տակ ծնված Լոնդոնի բորսայում գործող ֆինանսական բրոքերը, ում վստահում են Հայաստանի Հանրապետության ֆինանսական տիտանները։ 2025 թվականի մարտի 5-ին Հայաստանի Հանրապետությունը միջազգային կապիտալի շուկայում տեղաբաշխվեց 750 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով։ 10 տարի մարման ժամկետով եվրոպարտատոմսեր 7.1% եկամտաբերությամբ։ Սա Հայաստանի կողմից միջազգային կապիտալի շուկայում եվրոպարտատոմսերի 5-րդ թողարկումն է։ Եվրոպարտատոմսերի թողարկումը նախատեսված 2025 թվականի պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով։ Ներառված է 2025 թվականի փոխառնությունների ծրագրում։ Եվրոպարտատոմսերի թողարկումից ստացված զուտ հասույթը կօգտագործվի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով։ Մեծ Բրիտանիան հուսով է Չինաստանի եւ մի շարք զարգացող երկրների հետ նոր գլոբալ առանցք ձևավորել կլիմայական գործողությունների համար դիմակայելու համար Դոնալդ Թրամփի կանաչ քաղաքականությունից հրաժարվելուն եւ նրա կտրուկ շրջադարձին կլիմայական թշնամական երկրներին, ինչպիսին են Ռուսաստանը եւ Սաուդյան Արաբիան, գրել է The Guardian-ը։ Մեծ Բրիտանիայի էներգետիկայի նախարար Էդ Միլիբենդը ուրբաթ ժամանել է Պեկին չինացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ երրորդյա բանակցությունների համար, որպեսզի քննարկի կանաչ տեխնոլոգիաների մատակարարման
կառավարման շղթաները ածխի եւ մաքուր էներգիայի համար անհրաժեշտ կարևոր օգտակար հանածոների հարցը։ Նրա խոսքով Մեծ Բրիտանիայի կանաչ տնտեսությունն աճում է 3 անգամ ավելի արագ, քան մնացած տնտեսությունը, սակայն նյութերի հասանելիությունը կարևոր նշանակություն կունենա դրա հետագա զարգացման համար։ Մենք կկարողանանք ապագա սերունդներին պաշտպանել կլիմայի փոփոխությունից միայն այն դեպքում, երբ թե գործեն բոլոր խոշոր էմիտենտները։ Չինաստանին չներգրավելը քննարկումներում պարզապես անփութություն է այսօրվա եւ ապագա սերունդների հանդեպ, քանի որ նա կարող է իր դերն ունենալ կլիմայի փոփոխության դեմ պայքարում, ասել է բրիտանացի նախարարը։ The Guardian-ում հրապարակված հոդվածում նա նշել է երկրի ներսում կլիմայի պաշտպանությանն ուղղված գործողությունները առանց այլ ավելի մեծ երկրների մասնակցության չեն պաշտպանի ներկա եւ ապագա սերունդերին։ Մենք կպաշտպանենք մեր ֆերմերներին, մեր թոշակառուներին եւ մեր երեխաներին միայն այն դեպքում, եթե ստիպենք աշխարհի այլ երկրների կատարել իրենց դերը։ Ինչպես գրել է պարբերականը, շատ փորձագետներ կարծում են, որ կլիմայական կոլապսը կանխելու միակ հեռանկարն այն է, որ Չինաստանը, Եմեն, Մեծ Բրիտանիան եւ այլ խոշոր տնտեսությունները ձևավորեն կլիմայական դաշինք խոցելի զարգացող երկրների հետ միասին, որպեսզի դիմակայեն ԱՄՆ, Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի եւ նավթ արդյունահանող երկրների քաշին, որոնք կողմ են վառելիքի հանածո տեսակների օգտագործման հետագա ընդլայնմանը։ Արցախի հանրապետության բնակիչ Վերա Աղասյանիդին Հայաստան տեղափոխելու հարցը դեռ որոշված չէ։ Այս մասին Սպուտնիկ Արմենիայի գրավոր հարցմանը պատասխանել են ԱԱԾ-ից։ Ավելի վաղ Ադրբեջանի պետանվտանգության ծառայության պետի տեղակալ Շարաֆեթ Հասանովը հայտարարել էր, որ Հայաստանն արդեն 5 ամիս է չի տանում Ստեփանագերտում մահացած Աղասյանի մարմինը։ Հիշեցնենք, որ 70-ամյա Վերա Աղասյանը մահացել է 2024 թվականի հոկտեմբերին Ստեփանագերտում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զանգահարել են Ուկրաինայից անանուն անձինք, սակայն տվյալ խոսակցության մասին տեղեկատվությունը ոչ հրապարակային է։ Այս մասին հայտնել է Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լրագրող Օլգա Սկաբիևային տված հարցազրույցում Պուտինի հետ հանդիպումից հետո պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ուկրաինայում կան լավ բանակցողներ։ Քաղաքական գործիչը բացահայտել է հակամարտության կարգավորման շուրջ Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Ռուսաստանի Դաշնության նախագահի զրույցի փաստը, սակայն հրաժարվել է կոնկրետ մանրամասներ նշել։ Նրա խոսքով անհրաժեշտության դեպքում Պուտինն ինքը կբացահայտի շփման մանրամասները։ Նա խոսում էր նրանց հետ, նրանք ուկրաինացի քաղաքական գործիչները զանգահարել են նրան պատմել։ Նա խոսում էր ոմանց հետ առայժմ գաղտնի, ասել է Բելարուսի ղեկավարը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը հոբ ուժերն աշխատել են Վոլգոգրոդի, Վորոնեժի, Բելգորոդի, Բրյանսկի, Ռոստովի եւ Կուրսկի մարզերում։ Գերատեսչության տվյալներով ընդհանուր առմամբ ոչնչացվել է 126 անօդաչու թռչող սար։ Մասնավորապես Վոլգոգրադի մարզի երկնքում հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են 64, Վորոնեժի մարզում 38, Բելգորոդի մարզում 14, Բրյանսկի մարզում 7, Ռոստովի մարզում 2, Կուրսկում 1 Սարատովի եւ Վոլգոգրադի օդանավակայաններում ինքնաթիռների ընդունման եւ ուղարկման համար գիշերը սահմանափակումներ են մտցվել։ Առավոտյան երկու օդանավակայաններն էլ բնականոն ռեժիմով վերսկսել են աշխատանքը։ Կուրսկի մարզում գտնվող ուկրաինական ռազմական կազմավորումներին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը զենքը վայր դնելու մասին դեռևս գործում է, սակայն Կիևի ռեժիմի ժամանակը սպառվում է։ Այս մասին 10-ին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրանց ժամանակը շագրենի կաշվի պես սպառվում է, նշել է նա։ Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ հանդիպման ժամանակ Պուտինը երաշխավորել էր Կուրսկի շրջանում ուկրաինացի զինյալների կյանքը եւ պատշաճ վերաբերմունքը, եթե նրանք վայր դնեն զենքերը եւ հանձնվեն, սակայն որպեսզի դա տեղի ունենա, Կիևի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է համապատասխան հրաման տա, նշել է Ռուսաստանի Դաշնության նախագահը։ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջև երկխոսությունը հաստատված է եւ այն իրականացվում է մի քանի ուղիներով։ Լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Ջիդայում մարտի 11-ին տեղի ունեցած բանակցություններից հետո ԱՄՆ-ն ու Ուկրաինան համատեղ հայտարարություն տարածեցին, նշելով, որ Ուկրաինան համաձայնել է ընդունել անհապաղ 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը եւ քայլեր ձեռնարկել Ռուսաստանի ներխուժումից հետո կայուն խաղաղության վերականգնման ուղղությամբ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ ասաց, որ գնդակն այժմ Մոսկվայի դաշտում է։ Գյումրիում եւ Փարաքարում այսօրվանից մեկնարկում է թիմ արտահերտ ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Ընտրությունները կկայանան մարտի 30-ին։
Թուրքիայի քաղաքացին իրեն լկտի պահվածք է թույլ տվել Երևանի հյուրանոցներից մեկում։ Նա տարվել է ոստիկանություն։ Շամշան.com-ի տեղեկություններով մարտի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:05-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության, համայնքային ոստիկանության, գլխավոր վարչության կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Թումանյան 21/2 հասցեում գտնվող Լոնդոն հյուրանոցի հյուրը Թուրքիայի քաղաքացի 41-ամյա Ալի Ասլանը ոգելից խմիչքի ազդեցության տակ հայոյում եւ անհարգալից պահվածք է դրսեւորում հյուրերի եւ աշխատակիցների նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։ Գագիկ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները նույն օրը 13:10-ի սահմաններում Ալի Ասլանին նշված հասցեից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով տեղափոխել են ոստիկանության կենտրոնական բաժին։ Ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ տարբեր սոցիալական հարթակներով նկատելի են հայտարարություններ կեղծ բաղորդական վկայականների վաճառքի մասին։ Ընդ որում հանցագործները վստահեցնում են, որ այդ կեղծ բաղորդական վկայականներն իրենց ամբողջական տվյալներով կմուտքագրվեն համապատասխան պետական մարմինների տվյալների շտեմարան եւ կդառնան օրինական։ Այդ հայտարարությունների հիմնական նպատակը դրամական միջոցների հափշտակությունն է, վստահեցնում է ՆԳՆ քրեական ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ ոստիկանության փոխգնդապետ Հայկ Մկրտչյանը։ Հանցագործները որևէ եղանակով չեն կարող կեղծ բաղորդական վկայականներ մուտքագրել պետական մարմինների տվյալների շտեմարան, իսկ եթե փորձեք ձեռք բերել որևէ կեղծ բաղորդական վկայական, անձնագիր կամ որևէ փաստաթուղթ, ապա դուք եւս կդառնաք հանցագործության մասնակից անձ։ Տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ եթե որևէ սոցիալական հարթակում տեսել եք նմանատիպ հայտարարություն, ապա այդ տեղեկատվությունը փոխանցեք ՆԳՆ ոստիկանություն կամ զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին, որը գործում է աշխատանքային օրերին ժամը 09:00-ից մինչև 18:00։ Հայկական Սփյուռքի հետ կապերը խզած իշխանությունները 25.5 միլիոն դրամ են հատկացրել 2 շաբաթով Սփյուռքի երիտասարդ առաջնորդներին Հայաստան բերելու համար։ Ժողովուրդ օրաթերթը պետական գնումների կայքից տեղեկացել է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը 25 միլիարդ 597 հազար 065 ՀՀ դրամարժողության պայմանագիր է կնքել Գևորգյան կոնցեռն ՍՊ-ի հետ եւ ձեռք է բերել միջոցառումների կազմակերպմանն առնչվող ծառայություններ։ Համաձայն պայմանագրի միջոցառումը պետք է կազմակերպվի 2025 թվականի սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 5-ը, որին կմասնակցեն տարբեր երկրներից ժամանած 20-ից 35 տարեկան սփյուռքահայ առնվազն 30 երիտասարդ։ Դրանց համար պետությունը առնվազն 3 աստղանի հյուրանոց պետք է 12 օրով ամրագրի Երևանում եւ Լոռու մարզում, որը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից առավելագույնը 2 կիլոմետր հեռավորության վրա պետք է լինի։ Ըստ գնումների փաստաթղթի հյուրանոցը պետք է վերանորոգված լինի առնվազն վերջին 5 տարվա ընթացքում, ունենա առնվազն 30 սենյակ, հագեցած հարմարավետ կահավորանքով, առանձնացված լոգասենյակներով, ապահովված լինի մշտական տաք եւ սառը ջրով։ Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մեկ գնման պայմանագիր է ավելի մանրամասն է կազմում ու հրապարակում, քան օրինակ թե ինչ կետերից են բաղկացած խաղաղության պայմանագիրը։ Բացի այս պայմանագրում չի երևում ինչպես են ընտրելու Սփյուռքում առաջնորդներին, ինչ սկզբունքով են հրավիրվելու, ինչպես է հավասարությունն ապահովվելու։ Միջև ԿՊ ղեկավարը զբաղված է Ադրբեջանի դեմ ՀՀ հայցերից հրաժարվելու հարցով, Ադրբեջանը հաշվարկել է, որ ՀՀ-ի պատճառած վնասը գերազանցում է 11 միլիարդ դոլարը։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արմանդ Հաթոյանը։ Մինչ ԿՊ ղեկավարը զբաղված է Ադրբեջանի դեմ Հայաստանի միջազգային գանգատներից հրաժարվելու հարցով եւ այդ օրինական որոշումն արդարացնելու փորձերով, Ադրբեջանն իր դատավարություններով այս պահին հաշվարկել է, որ Հայաստանի պատճառած նյութական վնասը գերազանցում է 11 միլիարդ ԱՄՆ դոլարը։ Խոսքը նաև տասնյակ հազարավոր միավոր գույքի եւ հարյուրավոր բնակավայրերի համար իրենց հաշվարկված վնասների մասին է։ Միայն այս փաստն արդեն իսկ ցույց է տալիս, որ իրականությունը չի համապատասխանում այն պնդմանը, թե միջազգային գանգատներից կամ պահանջներից հրաժարվում է նաև ադրբեջանական իշխանությունը։
Այժմ 5 ժամից ավել տևած քննարկմանը ՀՀ արտգործնախարարը այդպես էլ հստակ չպատասխանեց խաղաղության համաձայնեցված պայմանագիրը արդյոք երաշխավորում է, որ ադրբեջանական զորքերը դուրս կգան ՀՀ սուվերեն տարածքից։ Հիշեցնենք, որ արդեն քանի տարի է Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ սուվերեն տարածքից մոտ 200 քառակուսի կիլոմետր տարածք։ Հարց հնչեց նաև, թե արդյոք տարածաշրջանում եւ մասնավորապես Հայաստանում տիրելու է խաղաղություն, երբ փաստաթուղթը կնքվի, կամ արդյոք առանց ածանցյալ պահանջների ընդունման ստորագրվելու է խաղաղության փաստաթուղթը։ Խոսքը 350,000 ադրբեջանցիներին Հայաստան բերելու, Զանգեզուրի միջանցք կոչվածը տալու, սահմանադրությունը փոխելու, ռազմական հանցագործներին Ադրբեջանին հանձնելու պահանջների մասին է։ Ավելին, ԱԳՆ-նախարարը լրագրողների հետ ճեպազրույցում գրեթե ասաց. «Ցավոք կան նման պահանջներ, դա լավ չէ եւ պետք է այնպես անենք, որ այդ նախապայմանները առաջ քաշվեն»։ Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն այլևի հետ փորձում է փրկել իր բարկանիշը, հանրությանը հավատացնելով, թե խաղաղության պայմանագրի բանակցություններն ավարտվել են եւ իր խոստացած խաղաղության դարաշրջանը շուտով բացվելու է։ Մինչդեռ իրականում այդ հայտարարությունները դեռ ոչինչ չեն նշանակում։ Իդեպ ողջ քննարկման ընթացքում Միրզոյանն այդպես էլ չասաց, թե ինչ փոխզիջումների է գնացել ադրբեջանական կողմը։ Փոխարենը տանում էր այն գիծը, որ եթե չհամաձայնեին ադրբեջանական պահանջներին, պատերազմ էր լինելու։ Իդեպ ԿՊ-ում 3 համար մեկ դրություններ հայտարարվել։ Միրզոյանի այցի առիթով արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կառավարության ծրագրի անցած տարվա գործունեության քննարկմանը եկել էր նաև ԿՊԱ-ական կռվող բրիգադը, որոնք հանձնաժողովի անդամ չէին, բայց մինչև վերջ մնացին, որ եթե խոսակցությունը ընդդիմությունը թեժացնի, մարտի նետվեն։ Ներկա էին Սիսակ Գաբրիելյանը, Ռուստամ Բաքոյանը, Արմեն Խաչատրյանը, Նարեկ Ղահրամանյանը, միայն Վահագն Ալեքսանյանը չկար։ Ռուսաստանը ողջունում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը։ Նշված է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունում։ Աջակցում ենք հայ-ադրբեջանական հարաբերությունների լիարժեք եւ համապարփակ կարգավորման ուղղված այս կարևոր քայլին, որը նախատեսված է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020-ից 2022 թվականների եռակողմ պայմանավորվածություններում։ Հաստատում ենք մեր առաջարկը հարթակ տրամադրել Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչներին հարաբերությունների կարգավորման հարցերի ողջ շրջանակը քննարկելու, ինչպես նաեւ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար, նշված է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի մեկնաբանությունում։ Իսկ այժմ եղանակի մասին մարտի 14-ին սպասվում են առանց տեղումների եղանակ, տեղումներ չեն լինի, օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ։